Ես հենց նոր եմ գալիս Սիսիանից եւ անկեղծ ասած ճանապարհին հանդիպեցի այդ թափառախումբը, այդ թուրքական քոչվորների այդ թափառախումբը, որը խարդախության ծրագրով եկել էին բթացնելու սյունեցիների զգոնությունը։ Եվ անկեղծ ասած մտա Գորհայք գյուղ, որը առաջինը իրենք պետք է այցելեին, եւ այնտեղ տեսա Գորհայքի նախկին ուսուցիչներից մեկի ձեռքին գրած, թե ինչ հարց պետք է տա Նիկոլ Փաշինյանին, եւ իսկ մյուս գյուղացին, որը ֆերմեր է, որի հողերը թուրքերը գրավել էին, ինչ հարց պետք է շնորհակալություն հայտնի խաղաղության համար Նիկոլ Փաշինյանին։ Եվ իրենք ասացին, պարոն Հովհաննիսյան, դե խոստացել են Անտոկոս գյուղատնտեսական վարկ, իսկ մյուսին ասացին, որ խոստացել են իր թոռնիկին լավ պաշտոնի նշանակեն մարզպետարանում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը օգտագործելով իշխանական լծակները, փորձում է ազդել ընտրությունների վրա եւ մարդկանց տրամադրությունների վրա։ Հիմա հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյան։ Նայեցեք, այնքան ծիծաղելի է այդ այցը եւ այնքան զավեշտալի է այն այցը, երբ ես ուսումնասիրեցի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այդ դավաճան տական կապիտուլյանտի հայտարարությունը այն մասին, թե ինչ ժամանակացույցով իրենք պետք է աշխատեն ընտրական աշխատանք կատարեն Սյունիքում։ Ուրեմն Շինուհայրից պետք է գնան Անգեղակոտ, Անգեղակոտից պետք է գնան Բռնակորդ, Բռնակոցից պետք է գնան Կորվիձոր տեղ եւ Շինուհայր գյուղերը ամսի 8-ին։ Որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպես է մեկ օրում, ուրեմն Գորհայքից մինչև Անգեղակոտ 1 ժամ է ճանապարհը։ Անգեղակոտից մինչև Բռնակոտ 1 ժամ է ճանապարհը։ Եթե ժամը 10-ին իրենք լինում են Գորհայքում, ապա 12-ին իրենք պետք է միայն 12-ին իրենք պետք է, ասենք եթե 1 ժամ էլ բանան պետք է լինի ժամը 2-ին, մինչդեռ իրենք ժամը 1-ին պետք է լինեն արդեն տեղ գյուղում կամ Կորնիձոր գյուղում։ Այսինքն յուրաքանչյուր այդ 3 գյուղերը միասին վերցրած Նիկոլ Փաշինյանը տրամադրել է ընդամենը 60 րոպե։ Այսինքն 3 գյուղերի հանդիպման համար 60 րոպե, ինչ է նա նշանակում։ Ավտոբուսները կանգնեցին, իջան, նկարահանողները դիրքավորվեցին։ Քանի րոպե է պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նկարահանվի։ Տրամադրել են մարդկանց այդ հանդիպանը 5-6 րոպեին։ Միթե սյունեցիներ, դուք չեք վիրավորվում, որ այդ հարբեցող ծաղրածուն, այդ թուրքական ապրանքը ընդամենը 5-10 րոպե է տրամադրում ձեզ ոչ թե հարցեր քննարկելու, այլ միայն նկարելու եւ ցույց տալու, որ ինքը իբր թե աջակցություն ունի։ Նախկին ուսուցիչ, միթե դու չես վիրավորվում, հպարտ Գորհայքեցի, որ քեզ թուղթ են տալիս, թե ինչ պետք է ասես Նիկոլին։ Ֆերմեր, որ տկտաջան մի հսկա գոմ ես կառուցել նախկին իշխանություններով, միթե չես վիրավորվում, որ պետք է քո հողը, արոտավայրը եւ խոթարկը թուրքին տվածին պետք է կանգնես ու գովես խաղաղության համար։ Ուրեմն միայն ես բերել եմ տվերը, միայն 12 մեքենա եմ, ես ավտոբուս մեքենա եմ, ոստիկանական գվարդիա եւ ոստիկանական ավտոբուսներ եմ հաշվել եւ 68 այլ ոստիկանական մեքենաներ եմ հաշվել, որոնք Նիկոլ Փաշինյանի այցն են ապահովում։ Եվ 3000 ոստիկան եւ 500 քաղաքացիական կամ պետական ծառայողներ, որոնք ընդգրկվել են Նիկոլ Փաշինյանի այցերի համար։ Դա պետական հսկա ռեսուրս է, որը պետք է կատարի։ Ամսի 9-ին արդեն մարզպետարանին բոլոր դպրոցի տնօրեններին զանգել են, որ պետք է երեխաների հետ լինեն Կապանի Գայգին Նժդեի հրապարակում։ Այսինքն այդ հակակոռուպցիոն կոմիտե Դանիել Իոնիսյան իշխանական լծակների նման լկտի ցինիկ օգտագործումը ինչու չեք փաստում։ Ինչու քրեական գործ չեք հարուցում հենց միայն նրա համար, որ մարդկանց հարկադրում են ընտրապայքարի մեջ ներգրավվելու համար։ Ինչու չեք ասում։ Իսկ բացի դրանից Նիկոլ Փաշինյանը դա արդեն հայտարարություն եմ անում առերևույթ հանցագործության մասին, Նիկոլ Փաշինյանը հրամայել է բոլոր պետական պաշտոնյաներին
ցուցակագրել եւ գյուղապետերին համայնքի ղեկավարներին ցուցակագրել բոլոր ընտրողներին նրանք ովքեր ԿՊ-ին պետք է ընտրեն եւ ընդ որում մարդկանց վախեցնում են ասելով օրինակ Սիսիանում վախեցնում են ասելով որ ում էլ ընտրեք մենք իմանալու ենք մեկը Նիկոլն է ընտրվելու դուք հետո պատասխան եք տալու սպառնում են երեխաներին գործից ազատելու իրենց տնտեսական ազդեցության եւ հարկային եւ ոստիկանական ազդեցություններով են սպառնում այս քնչական ուր եք սատկել կեղծ շինծու գործեր եք թխում անմեղ մարդկանց նկատմամբ ովքեր անդիմադիր ուժ են պաշտպանելու համար Նիկոլ Դավաճանին ոստիկաններ այդ որ դուք գնացել եք գիշերը ամբողջ գիշեր ճանապարհներին կանգնել եք ապուշի նման գազարի նման խիարի նման կանգնել եք ճանապարհին որպեսզի Նիկոլը գա անցնի իր կապիկների ավտոբուսով ծաղրածուների ավտոբուսով դուք չեք վիրավորվում որ իշխանության օրոք է պետական նման ռեսուրսներ ես նորից եմ թվարկում 500 քաղցարայողներ պետական պաշտոնյաներ 3000 ոստիկաններ 12 մեքենա 12 ավտոբուս 68 մեքենա ամբողջը պետության հաշվին պետական ծախսերի հաշվին ծառայում են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին Դանիել Իոնիսյան ինչ ես լլկվե ձենդ կտրե Սանքուզներ եւ մնացած ԿՊ-ական եմ ասում սորոսական տականքներ ծախուշներ ինչու եք լռում ուր եք դուք Ես ձեզ եմ հարց տալիս Ես վերցրել եմ տեխնիկապես հնարավոր չի որպեսի տեխնիկապես հնարավոր չի որպեսի ցույց տան այդ կադրերը թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը 21 թվականի ընտրություններից առաջ Սյունիքում Սյունեցիների այդ հարցին թե ճանապարհը տալու ես ասում է ոչ ինչ ճանապարհ ոչ մի ճանապարհի հարց չի քննարկվում Հետո ասում են եթե իրանք ուզում են դեպի Նախճիվան գնան մենք էլ ենք ուզում Նախճիվանի ճանապարհը բացվի դեպի Երևան երբ որ կբացեն Նախճիվանի ճանապարհը մենք կբացենք Մեղրու ճանապարհը Նախճիվանի ճանապարհը իրենք չեն բացել Մեղրու ճանապարհը ինչու է բացել Զանգեզուրի Միջանցքին չես տվել Թուրքին Երեք մի սյունեցու հետ ես խոսում եմ ասում Նիկոլ Փաշինյանը պետք է ամաչի այս ճանապարհով գնա որովհետև ինքը տեսնում է որ իշխանասայից Թուրքը իրեն է նայում Դա այն սև լճի հատվածն է, որ ինքը տվեց Թուրքին։ Ոչ միայն 30% տվեց, այլ 100% տվեց եւ Թուրքը 5-ից 15 կիլոմետր մտել է Հայաստանի Հանրապետության սահման եւ այնտեղից նայում ու ծիծաղում է մեզ վրա։ Ընդհանրապես Նիկոլի հանցագործությունները անթիվ անհարմար են։ Եվ ես հաճախ եմ տեսնում փողոցում օրինակ նոր գալիս էի ֆիզկուլտ ինստիտուտի համալսարանի կողքով եւ տեսնում եմ թե ուսանողները ոնց են թքում Նիկոլ Փաշինյանի քարոզչական վահանակի վրա։ Ուղղակի թքում են։ Իսկ երբ կողքից մեկը ասեց այդտեղ ոստիկանները կտեսնեն ձեզ կտուգանեն, բան կանեն, տուժի կենթակեն, մեկն ասեց դատախազը հայտարարել է որ թքելը հանցագործություն չի, մենք էլ թքում ենք։ Չենք ջարդում, որ թքում ենք։ Նիկոլ Փաշինյանի նկարի վրա։ Ահա ուսանողների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին։ Իսկ այդտեղ այդ հատվածում շատ ուսանողներ կան։ Եվ ասեմ ձեզ, որ բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին պետք է տան տհաճ հարցեր, ոստիկանությունը մտել է իրենց տները եւ վախեցրել է, որ եթե հանկարծ իրենք գան եւ Նիկոլին հարցեր տան, վատ հարցեր տան, ապա իրենցով կզբաղվեն իրենք եւ ԱԱԾ-ն։ Նիկոլ Փաշինյան, դու ինչ իրավունք ունես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ խոսքի իրավունքի վրա բռնանած վախի մթնոլորտ ստեղծելով։ Կոորդինատորներ ուզում են բարձրացնել իրենց այն հողերի հարցը, որոնք գետի ափին եւ թուրքերը եկել այդտեղ նստել են։ Տեղ գյուղի բնակիչները փորձել են տալ այն հարցերը, թե ինչու իրենց 600 հեկտարը թուրքերը դիրքեր են դրել եւ այդ 600 հեկտարը խլել են իրենց ձեռքից։ Մտել են տները մեկ-մեկ ԱԱԾ-ն ոստիկանները։ Դա առերուր պաշտոնական դիրքի չարաշահում է։ Ահա Նիկոլի ամբողջ քարոզարշավը Սյունիքում։
Իսկ կապանում մարզպետարանի վրա դրված է հստակ, որ պետք է հրապարակը լցվի երեխաներով եւ քպայականներով, ընդ որում ամբողջ մարզից ավտոբուսներով բերում են։ Բա դա ինչի ընտրակաշար չեք համարում, բա դա ինչու քրեական գործ չեք համարում, ԱԱԾ, որ ֆիկտիվ ձայնագրություններ է տարածում, Ադրբեջանի ազգի ծառաների այդ ողբերգական, այդ գարշելի կառույցը, որ քրեական գործեր է թխում միայն Հայաստանի Հանրապետության ազնիվ հայրենասեր քաղաքացիների նկատմամբ, ինչու՞ չէ քրեական գործ հարուցում։ Զանգերով են, չէ՞ այդ բոլորը անում, ինչու եք լսում եւ արհեստական բանականության միջոցով կեղծ լուրեր տարածում, իսկ իրական հանցագործներին ոչինչ չեք անում, թե իշխանությունն նրանց ձեռքում է դրա համար է։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Սորոսի արյունոտ փողերով լափ ու լուկ կերած ոչնչություններ դուք ինչու եք լռում։ Ես ձեզ եմ հարցնում։ Չէ՞ որ դրանք ակնառու փաստեր են։ Դրանք ակնառու փաստեր են։ Եվ ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման մասին խոսք լինել չի կարող։ Ստում ես Նիկոլ Փաշինյան։ Բանակցությունների մեջ ադրբեջանցիների վերադարձի համաձայնության տակ դու ու Մակրոնը ստորագրել եք։ Եվ Ալիևը 26 անգամ Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերաբնակեցման համար հայտարարություն է տարածել 26 անգամ, եւ քանի որ մինչեւ այսօր Ալիևի բոլոր հայտարարությունները դու կատարել ես, 26 անգամ բոլոր հայտարարությունները դու կատարել ես, ապա ինչ ես ստում։ Ես ուրիշ բան ասեմ, հայ ժողովուրդ։ Ի սարսափ ձեզ ասեմ։ Երեք ես լսում էի մեր քաղաքական գործիչներից մեկի ելույթը, որ ասում է երիտասարդը դուք չեք հասկանում, ինչ է նշանակում, որ թուրքը եկավ Հայաստան ապրեց։ Ջայլ աղջիկներ, դուք չեք պատկերացնում ինչ է ձեզ սպասում։ Եվ Ալիևը, դուք գիտեք, որ 2 օր առաջ Միլի Մեջլիսը ընդունեց 22,000 հանցագործ ադրբեջանցիների համաներման մասին որոշումը, որը այդ որոշումը կայացվեց Ալիևի ներկայացմամբ։ Ուրեմն այդ բոլոր 22,000 հանցագործները, որոնք բռնաբարությունների, սպանությունների, մարդասպանությունների, գողությունների, տարբեր ամենածանր հանցագործությունների կրողներ են, բոլոր նրանք, ուրեմն Ադրբեջանում այսօր Ադրբեջանի բանկերում կա 35,000 դատապարտյալ, ներեցեք, 25,000 դատապարտյալ կա, 22,000-ին համաներում են տվել միայն նրա համար, որ նրանք տվել են համաձայնություն, որ իրենց ընտանիքով պետք է վերաբնակեցվեն Հայաստանում ապրելու համար։ Դուք պատկերացնում եք 22,000 հանցագործ ադրբեջանցի մտավ Հայաստանի Հանրապետություն։ Իր զինված ոստիկանությամբ։ Ինչ է լինելու հայերի վիճակը։ Դուք ուզում եք Նիկոլ ընտրեք, դե գնացեք ընտրեք։ Դե գնացեք ընտրեք Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանը գնում է Անգելագոտ գյուղ, հատուկ նրա համար, որովհետև Անգելագոտ գյուղում, որտեղ եղել է ամենալավ, սովետական միության ամենալավ տիպային դպրոցը, որովհետև պատմական գյուղ է, 2000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղ էր ժամանակին, գնում է այնտեղ, որպեսզի այդ ներկված դպրոցի բացմանը նկարվի եւ ցույց տա մարդկանց։ Մինչդեռ Սյունիքում 51 դպրոց է փակում։ 51 դպրոց։ Մեկ դպրոց ներկելու համար։ Եվ կլինեն անուղեղ, շուն ու շանգյալ ժեղ անգելագործներ, ով Նիկոլի ձեռք կսեղմեն։ Ես գիտեմ այդպիսիներին։ Մեկը կան, մի քանի հոգի կան, որ բոլոր իշխանությունների ձեռքն էին սեղմում, լակելու համար, լափելու համար փող էին վերցնում։ Այդպիսիներ այսօր էլ կան, կսեղմեն, բայց դրանք անգելագործի չեն, դրանք սյունեցի չեն։ Սյունիքը իրականում նայում է իշխանասարին եւ ամաչում է, որ Նիկոլի նման ոչնչություն է այդտեղ։ Գորիսցիներ, որ ունենք համալսարան, որը 60-ական թվականներից բացված համալսարան է, Գորիսի մանկավարժական ինստիտուտի ֆիլիալն էր, հիմա շատ լուրջ գիտական կենտրոն է Սյունիքում Գորիսի համալսարանը։ Դուք գիտեք, որ կրթության
նախարարության բարձրագույն կրթության մասին նոր օրենքով պետք է փակվի այդ բուհը։ Եվ ընդհանրապես Հայաստանի մարզերում գտնվող բոլոր բուհերը համաձայն կրթության մասին նոր օրենքը պետք է փակվեն, որովհետև նվազագույն ուսանողական թվային ցենզը 4000-ն է, իսկ Հայաստանի Հանրապետությունում Երևանում կան միայն այնպիսի բուհեր, որոնք ունեն 4000 եւ ավել ուսանողներ։ Այսինքն ընդունում են օրենք, հետո այդ օրենքի պահանջով փակվելու են բոլոր բուհերը։ Գորիսիներ, որ դուք Նիկոլ ընտրեցիք, դուք չեք ունենալու այդ բուհերը։ Անգլիակոցիներ, որ դուք Նիկոլ ընտրեցիք, ձեր հարևանությամբ գալու են ապրեն թուրքերը։ Դուք գիտեք, չէ՞ որ առաջի զոհը 90-ական թվականների 88 թվականի հայ-ադրբեջանական կոնֆլիկտին անգլիակոցի հովիվն էր, ում սպանել էին թուրքերը, ում դաժանորեն սպանել էին թուրքերը։ Եվ Սիսիանը ոտքի կանգնեց անգլիակոծը պաշտպանելու համար։ Եվ եթե որևէ անգլիակոծի դավաճանի ձեր հողերը այն Կարմիր լճի հատվածի անգլիակոծի հողերը կանալից վերև անգլիակոծի բոլոր հողերը այսօր թուրքերի վերահսկողության տակ են։ Կանալից ներքև եք դուք օգտագործում։ Իսկ ձեր լավ խոթարքներն ու արոտավայրերը կանալից վերև են։ Եվ հենց այնպես չի, որ անգլիակոծները գալիս են Սիսիանի, գալիս են Ուզի, հողերում են վարձակալությամբ խոթարքներ վերցնում, որպեսզի կարողանան խոթ ընձել, որովհետև իրենց բոլոր խոթարքները թուրքերը գրավել են արդեն։